Ինձ հետաքրքիր է լսել եք արդյոք դուք Հայաստանի Հանրապետության ամենաթարմ քաղաքական նորությունը։ Հայաստանի Հանրապետության ամենաթարմ քաղաքական նորությունը այն է, որ ելք կա, տիկնակ եւ պարոնայք։ Այսօր քարոզարշավի առաջին օրը մենք շփումներ ենք ունեցել բազմաթիվ քաղաքացիների հետ, առաջին արձագանքը մարդիկ երբ որ մեզ տեսնում են պայծառանում են, ինչը շատ հաճելի է, իսկ երբ լսում են մեր քաղաքական ուղերձը այն մասին, որ ելք կա, նրանց աչքերում հույս է վառվում հերթական անգամ եւ ամենակարևոր բանը, որ քաղաքացիները պահանջում են մեզնից, դա հետեւյալն է՝ հուսախաբ չանել։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կարևորագույն շեշտադրումը, որ մենք պետք է անենք, հետևյալն է, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հուսախաբ պիտի չանեն։ Ահա դրանից հետո մենք չենք կարող նրանց հուսախաբ անել։ Այո, ելք կա եւ այդ ելքը թիվ 1 քվյաթերթիկն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն ունեն թիվ 1 քվյաթերթիկով օգտվել այդ ելքից եւ մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար։ Բայց ես ուզում եմ, որ մեր այս արձանագրումը որևէ մեկը չտեղավորի ձայների, քվերերի, այն կռվի եւ ինչպես հիմա ընդունված է ասել քերոցի հետ, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ որևէ մեկը, որևէ տեխնացու խնդիր չունի ապացուցելու, որ ինքը ավելի ուժեղ է, քան հարևան քուչում ապրող ինչ-որ մեկը։ Ինչպես օրինակ Միհրան Պողոսյանը խնդիր է դրել ապացուցել, որ ինքը ավելի ուժեղ է, քան Տարոն Մարգարյանը, Տարոն Մարգարյանը խնդիր է դրել ապացուցել, որ ինքը ավելի ուժեղ է, քան Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը խնդիր է դրել ապացուցել, որ ինքը ավելի ուժեղ է, քան Գագիկ Ծառուկյանը։ Սա ինքնահաստատման ճանապարհ է, որ նրանք դեռ երկար պիտի անցնեն, այստեղ չկա մարդ, որ ուզում է ապացուցել, որ ինքը կողքի կանգնած վերևի հարկից դիմացի հարևանից ավելի ուժեղ է։ Մենք խնդիր ունենք ապացուցելու միայն մեկ բան, որ ուժեղ է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ժողովուրդն է որոշողը եւ մենք ժողովրդին ասում ենք, այո, ժողովուրդ դու որոշող ես, որոշիր եւ մենք քո որոշումը կդարձնենք իրականություն։ Շատ է քննարկվում այն մասին, խոսվում այն մասին, թե ով է մեր մրցակիցը, գրեթե բոլոր ասուլիսներում մեզ հարց են տալիս, ով է ի վերջո ձեր մրցակիցը։ Նկատի է առնվում որևէ կոնկրետ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ։ Ես ուզում եմ այսօր այստեղից բարձր եւ հստակ հայտարարել, մեր մրցակիցը եւ հակառակորդը այն հուսահատությունն է, որ համակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ մենք դուրս ենք եկել այս ընտրապայքարի ոչ թե ինչ որ հանրապետականի կամ նրա արբանյակների հաղթելու, մենք դուրս ենք եկել ընտրապայքարի հաղթելու Հայաստանին համակած հուսահատությունը, մեր հակառակորդը, մեր թշնամին, մեր մրցակիցը հուսահատությունն է եւ մենք եկել ենք հաղթելու հուսահատությանը։ Հաղթանակ, հաղթանակ։ Այստեղ ներկա են ելք դաշինքի տեխնացուներ, համակիրներ վստահված անձինք։ Եվ ես ուզում եմ նրանց խնդրել, մենք ինքներս էլ բոլորս այդ նույն գործառույթը պետք է կատարենք, մենք պետք է մտնենք Հայաստանի Հանրապետության բակ առ բակ, տուն առ տուն, հանդիպենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ նրանց ասենք շատ կոնկրետ բան, սիրելի հայրենակիցներ, ելք կա եւ դուք հնարավորություն ունեք օգտվել այդ ելքից, գնացեք ապրիլի 2-ին ընտրական տեղամասեր, օգտվեք առաջին քվյաթերթիկի ընձեռած ելքի հնարավորությունից
եւ մենք բոլորով կունենանք ուրիշ Հայաստան, մենք բոլորով կունենանք ուժեղ Հայաստան, մենք բոլորով կունենանք Հայաստան, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անառարկելի, հզոր, անբեկանելի եւ անհաղթելի ուժ է։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կեցե Հայաստանի զինված ուժերը, կեցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ելք կա։